Grill Express GTM ավանդական խորոված եւ ամերիկյան գրիլներ կարող եք պատվիրել նաեւ on-line։ Ընտրեք հավի, ձկան կամ մսային ցանկացած գրիլներ եւ պատվիրեք։ Արդեն շատերի կողմից սիրված յուրօրինակ համով գրիլները ձեր ճաշկերույթը կդարձնեն անմոռաց։ Grill Express-ը հնարավորություն է ընձեռում նաեւ պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Grill Express դուք պատվիրեք, իսկ մենք սիրով կրակենք։ Ժաննա եկար ստեղ։ Երկու հատ կոֆե դիր խմենք։ Երկուսն էլ դառը։ Այդ ոնց է, որ Ժաննան սկսեց Վարուժի բոլոր ասածները անել։ Սոֆրան, հենց հիմա գնաց զորիքի մոտ, գնա ինձ փրկի քեզ էլ հետը։ Պապջան, նա շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ես ոնց որ թե եղի եմ։ Ան, գիտես ինչ արա։ Մի անգամից մի ասա։ Նենց արա, որ ինքը հետաքրքրվի։ Իմ կնիկը պետք է արդեն 3 անգամ ինձ ասած էր, ես հղի եմ նախադասությունը։ Ես դու հələ մի անգամ էջ ես ասել։ Ու ոչ էլ ասելու եմ։ Իե։ Ապա հեսա կգան դուրը կբացեն, արի գնանք զուգարան, որ գան բացեն դուրս գանք համո։ Ապեր, այդ կարող ես որ գործի չգան։ Չի պետք է չգան։ Բա կիրակի է։ Այսօր մնացինք ստեղ։ Յայլու։ Մխոջան, բա այսօր կիրակի ապեր։ Արա ցնդել ես դու արա, քնած տեղից հանում ես որ ասես կիրակի է, ինչ անեմ կիրակի է։ Այդ ցավը տանեմ, մխոջան, բա մենք ստեղից չենք կարա դուրս գանք, այսօր աշխատանքային օր չի ապեր։ Որտից արա։ Պստանյանի գրասենյակից։ Ինչ է գանեմ ատե։ Մոռացար մխոջան ապեր։ Դու չէիր ասել որ մտնենք դե նյութը ջնջենք, որ Պստանյանը քեզ նկարել էր։ Արա դու կլետեք։ Բա ինչ անենք մխոջան։ Վերեդ ինչ պետք է անենք, ջան ասեք, ջան լսեք, մինչև 2 շաբթին գա։ Բա ինչ ուտենք մխոջան։ Արա մի բան կթեք կերեք, արա հետ է ես պետք է ասեմ։ Ավելի ապեր ջան, աղբորպես էլի մեզ արի հանս տեղից մխոջան։ Չեք կարա լուսամուտից թռնեք։ Ապեր 6-րդ հարկից ոնց իջնենք։ Այ բա բաժարնիկները ոնց են անում։ Արա քեսեր գագո ինչ անեմ չեք անում հանգարց չբռնվեք, որ բռնվել եք, ընձանից չնեղանաք, դես ասեցի։ Հեչ ոտներին էլ չի ապեր։ Ինչ ասում որ։ Ասում եմ միջև 2 շաբթի սպասեք, միջև կգան դուրը կբացեն, դուրս կգաք։ Թու, արա։ Ապեր, բայց մենք ինչ քյալ ենք։ Կակ։ Ապեր հələ ստեղ նայ։
Կեսը դու։ Սրտացավություն կա, ոչ գործի նկատմամբ սեր կա, ոչ պատասխանատվություն կա, ոչ մի բան էլ չկա։ Հրապետ ջան, մենք տելևիզորով ինչ տենում են էլ սովորում ենք։ Իրանքել թող հավեսով աշխատեն, այս հավեսից մի քիչ մեզ փոխանցվի էլի։ Դե հերիք էլա քննադատ ես, արա։ Դու լքոնը նորմալ արա։ Ուրիշի հետ գործ չունես։ Հրապետ, այդպես չի կարելի։ Ստեղ ամեն ինչ ոնց որ փոխկապակցված է էլի։ Մնում էր դու փիլիսոփա էիր։ Ուր են հաճախորդները։ Ուր են հաճախորդները։ Ինչի միջև հիմա հաճախորդ չկա։ Հրապետ, որտեղ բացի կարբիտի ինգերներից տեղ ոչ մի հաճախորդ չի գալի։ Այսօր մինիմումը 30 հոգի սպասարկեք, պարզա։ Հրապետ, 30 հոգի մեքսկի մի շաբաթում։ Ասեցի 30 հոգի։ Պարզա անացի։ Պարզա։ Պարզա։ Էդ ինչն էր, պարզ որ։ Անացի ջան, յուկետ կիչացնես այս ջան։ Բայց 30 հաճախորդին ոնց է սպասարկելու։ Անացի ջան, ես չեմ ուզում, որ այդ 30 հաճախորդը քո ոտերի վրա գա, հասկանում ես, տարական չեն։ Վարոսը ոնց ասեց, տենց էլ անելու ենք։ Անացի ջան, իջացրու։ Չեմ իջացնելու։ Անացի ջան, իջացրու։ Գնա գործերիդ նայի, հա։ Անացի ասում եմ իջացրու։ Արիստեղ։ Հրադեղ։ Արա ոնց թե ասում յուբկետ իջացրա։ Ոնց թե ասում յուբկետ իջացրա, արա։ Այտենց էր ասում։ Ինձ էլ դուրս հանեց։ Արա իքեզ ունիկալ աննորմալ, բայ։ Սպասի։ Ասում են։ Տորա։ Ինչ ես անում, արա։ Յուբկեն է իջացնում։ Շուտ արա, գնա փոխվի։ Դավայ։ Էլ քեզ թե չտերան, դավայ։ Բայց ինչի։ Դու աշխատանքից ազատված ես, դավայ։ Ռադելի։ Փեսան ոչինչ, բայց հարսը անկապոտ է։ Սով է գրել որ։ Առաջվա ընկերուհիներից ես։ Ինքը եղել է մեր հարսանիքի։ Չէ, Բա դրա համար է տես բան է գրել։ մարդկանց չարությանը չափ ու սահման չկա։ Կարար չէ մի լավ բան գրել, վերջի ամուսնացել ենք։ Լավ դե թեթև տար, հիմա ով հաստի գրում է։ Հա, ուղղակի որ ծանոթ մարդն է գրում, ցավալի է։ Ոնց եք նորը պսակներ ջան։ Լավ, Դու ոնց ես։ Հələ մի հատ է սա այդ նախադասություն է։ Դու ոնց ես։ Ինչ։ Ինչի ինչ որ տրամադրություն չունի արա։ Ունեմ ապեր։ Չէ, դու հեմի հատ դուշի չես ժպտում։ Դու ժպտում ես, բայց դրա տակ նեղվածություն կա։ Հա, շփլի։ Խոսերը։ Վայ, ապեր, քեզ տվում է։ Ես տրամադրություն ունեմ։ Ուղղակի որ ընկերուհու գրած կոմենտը կարդաս, դրա համար նեղվեց էլի։
Ով է որ։ Այն արփին են, կարող է հիշես։ Աղբերնյակ ունի։ Չէ կարծեմ։ Հորքուրի տղայնակ։ Հորքուրի տղեկ ինչ մեղք ունեն, որ իրաց քուրը տես բան է գրել։ Արա բայնի աղջնյակը, ես չեմ կայնելու այդ բազարանին։ Թե քո համար նորմալ է դա։ Այդ դրա համար էլ չէի ուզում, որ դու իմանայիր։ Մինեգվի, իրենչու ջան, մինեգվի, սաղ քու սրտով կլի։ Ոչ մի բան էլ պետք չի անել մխո։ Հա, ազիզ ջան, հա ցավդ տանեմ, քո ասածն է։ Մխո, մոռացա շնորհավորեմ քեզ։ Իսուր ծնունդը սերը։ Ծնունդը չի։ Բա ինչի։ Դե որ կարպիտ արդեն 4 ամիսա ծառայում է այդ։ Ինչի տենց բաները չեն շնորհավորում։ Ան, դու մխոին դեռ չես ասել, որ հղի ես։ Հո դու չես ասել իր։ Չէ, ես շնորհավորեցի, հետո զգացի, որ ինքը չգիտի, արագ փոխեցի թեման։ Ապրես իր, հանկարծ չասես։ Գիշեր ինձ հանել ուղարկել էր ուրիշ սենյակ։ Չթողեց իրա կողքը քնեմ։ Ինչի։ Դա որովհետև չոբան է։ Ու այդքանից հետո ես իրան ոնց ասեմ։ Մի հատ ընկեր ունեիր է, ապեր, որ մի վաղտ մեր ցեխում էր աշխատում։ Ո՞ր մեկը։ Հարա, ոնց էր է։ Հա, մրդո էր, ինչ էր։ Հա, մրդո։ Հա։ Հիշում ես, չէ՞ որ երկու օր գործի չեկավ հանեցի։ Ցավուշ։ Արա այսօր ուրեմն ինտերնետում բան ա գրել, ուրեմն գրել ա, որ ես ինչ ախմախ տեղ է այդ Արևշատյանի ցեխը։ Բա։ Իսկ, հələ սպասի։ Լավ է դրա համարը չջնջեցի հեռախոսիս միջից։ Սպասի դե։ Այդ դրա ես դրա համար չասեցի, որ գնաս հետը հաշի մաշի մաքրեցի, հա։ Այդ տոպ տոշնի, այդպես դեպքի իրենչոյիս հետ եղավ։ Այսօր են հին ընկերուհիներից մեկը մի հատ վատ կոմենտ էր գրել քվորնյակիս։ Հա, տենց բաներ մեր կյանքից անպակաս են։ Ճիշտ ես, Ադեսնյակ ջան, ճիշտ ես։ Դակ, դու իմ այդ տղու համար ինձ տուր, ես զանգեմ մեր մոտ աշխատանք առաջարկեմ, տուր։ Այ Ադեսնյակ ինքը տենց բաներ ա գրել, դու զանգում ես աշխատանք առաջարկես։ Հա, ապեր ջան, հա։ Ու ես ամեն ինչը քո համար եմ անում, որ մարդկանց ճանաչես։ Բարև ախպերություն։ Հիմա կասես, ես ինչ է եղել, չէ՞ որ Արևշատյան ինձ հիշել ա։ Ես քո ջանին մեռնեմ, բայց չես ուզում մեր մոտ աշխատես, հա։ Ահա, բա որ ուզում ես, մի ժամից եղի օֆիս իրար հետ խոսանք։ Դավայ ախպերս, դե սպասում եմ։ Չո։ Ուզում է։ Դա բայ ինչ անում այդ տղա։ Վալոժան, հաճախորդները շատացել են, ինչ կլնի, հմբոյին ասա թող գա օգնի, էլի։ Ոչ մի հմբո, այ քեզ բան, սյո։ Բայց չենք հասցնում։ Հələ դու չես ջոգել, որ հմբոն գնացել է, դրա համար են հաճախորդները շատացել։ Որ էդի հետ գա, սաղ կցրվենք այդ հանտներով։ Քեզ բան։ Հեն չհամաձայնվեց։ Չէ, ապեր, ասում է հմբոն գնաց, դրա համար հաճախորդները շատացան։ Հա։ Իսկ անացին հələ յուբկեն չի իջացրե։ Դες հատի անացի համար են էլի այդքան գալիս։ Յա, բարի օր մխո ջան։ Բարև մրդո ջան։ Վրամձյա ջան։ Ոնց եք մեռնել ձեր սրտին։ Լավ մրդո ջան, նստի։ Կարծում եմ դեր դի լավ լինես, հա։ Հաբա ոնց։ Ասում ես ուզում ես մեզ մոտ աշխատես։ Մեծ սիրով Վրամձյա ջան։ Այդ տղա դու
կարգին տղա ես։ Ոնց պիտի սենց ախմախ տեղում աշխատես։ Հիմի հասկացար ինչ էր գրել ախմախ տեղը։ Որովհետև ինքս տեղ չի աշխատում։ Նախանձն է խոսում մեջ, այ տղա ջան։ Նախանձն է խոսում մեջ, հասկանում ես։ Այ եթե դու կյանքում հասկանաս ամեն մեկի ասածն ու մտածածը, ավելի հեշտ ու հանգիստ կապրես։ Ճանաչի մարդկանց աղբերս։ Ամեն մեկի չի որ պիտի բերես քո տուն։ Իմացի ում ես բերում, ում հետ ինչ ես խոսում, ամեն ինչ չի որ պիտի ասես։ Այ բաղը չէ մյուս օրը, որ ընկերներիցդ մեկի հետ ընկերություն չանես, ում որ գաղտնիք ես վստահել, այդ ամեն ինչը դարձնելու են ծաղրի առարկա։ Հասկացար աղբերս։ Այս սենց բանա կյանքը տղես։ Բայց դու աշխատի չարին չարով չհատուցես։ Ապենյակ, դու են իրենչուի կոմենտչիկ ընգերու համար ունես։ Չէ, բայց կարում ճարեմ։ Դե ճարի շուտ զանգի ինձ ասա։ Ախո, բայց այդ իրենչոյին դուր չի գա, է։ Այ մարդ քու գործը չի, հա, դու ճարի ինձ ասա ասում եմ։ Նար։ Նար։ Հա։ Նար, Արփինեն ջնջել է կոմենտը ուրիշ բան է գրել։ Ինչ է գրել որ։ Գրել է ամենասիրուն հարսիկը։ Դե լավ է որ գոնե մարդիկ հասկանում են իրենց սխալները։ Բայց ախր ոնց տենց մի անգամից փոխվեց։ Մխոյետ ինչ ես ասա այդ աղջկան։ Ապենյակ, ոչ սատ կծրել եմ իրան, ոչ աղպենյակներին եմ տեսել, նորմալ մարդավարի, սրճարան եմ հրավիրել նվեր եմ տվե, շնավորել եմ են անցած ու եկող ծնունդը։ Են 5 կոմենտը ջնջել ուրիշ բան է գրել։ Որտև մարդու հետ պետք է շփվելու ձև իմանալ, ապենյակ, սորվեք արա, հո հետը շեմ տանելու։ Իրենչուից տրամադրությունը բացվավ։ Հա։ Դե կարևոր է դա, մերն եմ իրա կյանքին։ Հետո չարին չարով չի կարելի հատուցել, ապենյակ, հետը հիշեք։ Էդի քո խայսյաթի մեջ կա, դու միշտ տենց ես անում, գիտես, մի արա չի կարելի։ Բայց ես չէ էլ պատրաստում այդ աղջկան ինչ-որ բան ասեի։ Էդ էլ է սխալ։ Նախանձը մեր մեջ գյոլ ա տվել, ապենյակ, գյոլ, հասկանում ես։ Օրինակ, այս տարի նախանձը ավելի շատ ա բռնե, քան ծիրանը, հե։ Ու այդ նախանձողների բերանը պետք է ջարդվի երբեմն։ Բայց ոչ թե, ասենք, խփելով բերան ջարդելով, ոնց որ դուք եք սիրում անել, այլ իմ նման։ Կարելի է շես։ Ահա, կարելի է։ Արա, ոնց որ դուք հեզելն ու գրետելն եք, ձեր արև արա։ Պրոսելը չեմ կողնոշվել, որն է ձեզնից գրետելը, որը հեզելը։ Երևի հետո կանք, հա շեֆ ջան։ Արա, նեղվեցիք այդ ձեր ցավը տալեմ։ Արա, հեզելից ու գրետելից ով է նեղանում, որ դուք եք նեղանում։ Չեք կարդացել այդ հեքիաթը։ Դա։ Լավ ասեք ինչ կա։ Պարոն Արփշատյան, աշխատավարձերի հետ կապված կուզենք քննարկենք։ Քեզ բա։ Всё-таки դու ճիշտ ես ասում։ Երևի գնաք հետո գաք։ Արա ինչ եք ուզում ինձանից, այ ձեր ցավը տանեմ։ Հնացեք ապրեք էլի։ Հո ես միշտ հարուստ չեմ ելնել, վարա։ Այ ախպեր այսօր ես եմ հարուստը, վաղը դու կլես կուրախանաս։ Իե։ Մի քիչ մարդ եղեք էլի արա։ Հո էդի պապական եկած բան չի արա։ Պարոն Արփշատյան, ուղղակի խոսքի եք տվել, որ բարձրացնեք։ Ինչը բարձրացնեմ, Ռշտուն ջան։ Իե։ Հո ես փող չեմ տպում արա։ Նախանձեք դուք չեմ հասկանում։ Ինչպես սկսեք շեֆ։ Բա ինչ ասեմ, Մելո ջան։ Մենակ նախանձ մարդը տենց բան կասի։ Արա մի երկու կոպեկ փող եմ աշխատել, թողեք վայել եմ էլի։ Դուք եք գնացիք սպասեք ձեր հերթին, կարող է բախտը մի օր ձեզ է ժպտա էլի։ Հո ինձ մի անգամից չի ժպտացել, արա։ Պարոն Արփշատյան, ուղղակի այդ 100,000-ի մեջ էլ չեմ տեղավորվում։
Բա ես տեղավորեմ հարուշտում։ Արա, գնացեք դուք տեղավորեք, այ ձեր ցավը տանեմ։ Մի քիչ ռեստորան, կինո գնացեք տեղավորվեք։ Մենակ թողենք կթեք ինձ, արա։ Ասում էի, չէ՞ չկա։ Yani ես ինչ կսեի որ։ Ծո պրոստը մեզ կենեն որ մարդ զզվի էլի հասկնաս։ Չնայած արդեն զզվել ենք։ Դու եկսենին մելոյս բան չի մնացել։ Հա, բայց ում էր պետք առաջվա մելոնը։ Հետդ կա։ Ապեր, բայց ինքն էր, չէ, ասի բարձրացնելու եմ։ Շատ բաներ, ասեմ, մարդ է տարամադրությունը բարձր եղել, բանում ես էլ էր։ Ինչի մենք չպետք է հասկանանք, որ մինչև մի այդ մարդու հեշմեսածին իմաստ չունի լուրջ վերաբերվել է։ Հալիլ։ Կյանքս մեր սառնանը փչացավ։ Աչքս լույս։ Մարբեր թող սարքի։ Լիլ այդ սառնարանը արդեն գցելու բան էր, ճիշտ ասած։ Կարես թուղթ բերես ապարեկով առնենք։ Կփորձեմ։ Հաջող։ Ախպեր աչքիս էլ մենք իրար չտեսանք։ Ինչի ախպեր ես։ Ռայելին պետք է մտնեմ Արևշատյանի մոտ։ Վայ մամաչը։ Ինչի չի եղնի եկուս մտնես։ Տարբերակ չկա։ Ամպերություն քեզի։ Պարոն Արևշատյան, իսկ հնարավոր է։ Արա նոր չասեցի հերուստուն։ Ոչ մի բան էլ հնարավոր չի։ Իա։ Արա, անես մի արեք, որ եմ եղածից էլ զրկվեք։ Լավ ես քան։ Չեչեչեչ։ Մխո ջան, գոնե ուտելիք բեր, ապեր պատուանից պարանով բարձրացնենք։ Ապեր սոված ենք, էլ չենք նիմանում, կմեռնենք, մխո ջան։ Արա, անձի որ տենան գիտեք ընչեր կգրեն, արա։ Այսօր սոված մնացեք, վաղը ձեզ կտանեմ լավ հաց կկերցնեմ։ Ծանոթ ֆրազեր չէ, տելևիզորով երևի շատ լսած կլեք այդ նախադասությունը։ Չենք կարա ջիգեր։ Արա դի գոնե սպասեք մութը ընգնի նոր գամ, արա ոչ չտենան։ Իե, քնեք, գագու, քնեք, որ քաղց չզգակ։ Լավ ապեր։ Ինչ ասում որ։ Սմա քնեք, որ քաղց չզգակ։ Սոված փորին ոնց քնենք ապրել։ Հեսա ես կզանգեմ Դեզեմենյանին, կասեմ, որ մենք ստեղ ենք, թող գա բացի դուռը։ Յա, էս ինչ եք անում ստեղ, հա? Սիրելիներս, հա? Դե խոսացեք, եթե ճիշտ ասեք, ոչ մի բան չեմ անի։ Մախո, ասում եմ Անուշիկը կարող է հղիա։ Չէ դե Անուշիկը ոնց կարա հղիլի։ Ինչի, դու քո վրա զարմանում ես։ Չէ, պրոստ ինքը մինչև տպոց շուտի չի հղիանա։ Տպոց ուտի նոր հղիանա։ Նիկա ջան, ուշեբելի սկսեմ ես ինձի ներված ոպկել, թե բան գիտես ասա, կարողան ես բան գիտես մեր մասին, որ ես չգիտեմ։ Այսօր մենք ճաշում էինք, Սրբուհին աղցան էր պատրաստել, կծու էր, Անուշիկն ասաց ես չեմ ուզում, ինձ կծու չի կարելի։ Յա կծու չի սիրում։ Մխո չի սիրումն ու չի կարելին տարբեր բաներ են։ Էդ էլ ես ճիշտ։ Բայց հղի այն ինձի չի ասում։ Էդ էլ դու ճշտի սիրունս։ Հələ գնասա թոյելի մեր սպալնի։ Սերպու ելը երկու հատ ոգելից խմիչ կան մեր սպալնի։
Կանչել ես։ Ոնց որ մի տեսակ ես, հա։ Չէ։ Ինձ շատ դուր է գալիս, որ ուրիշ սենյակում եմ քնում։ Միշտ տենց արա, հա։ Ինչի դու միշտ պատրաստվում ես ինձ ներվացյոք ես։ Դու բան չունես ինձ ասելու։ Չէ, ինչ ասեմ մխը։ Դե ասենք ասա գիշերը ոս քնեցիր առանց ինձ։ Կամ ասենք ինչի կծու չես ուտում։ Գիշերը լավ քնեցի առանց քեզ, կծու էլ չեմ ուտում, որովհետև չեմ սիրում։ Անուշիկ քո սրտում ոնց որ մի փոքրիկ գաղտնիք կա բաց, հա։ Քո համար հաստատ չկա։ Արի սրբույն։ Ապրես։ Ես վեգան։ Ես չեմ խմում մխո։ Ոյ, դու չես խմում։ Էդ ինչ էլ է, որ դու չես խմում, չելի փորդ ծավում է։ Խո չեմ ուզում։ Ու կեղծավորություն էլ մի արա, հա։ Անուշի, դու ինչ չոտքի ասա, կարող է ես շուտով ատեսնյակ պտի դառնամ։ Ինչ շուշուտ ես ընկնում երազանքների գիրկը։ Սկզբում մտածեցի, զանգեմ ոստիկանություն, թող սրանց գան հավաքեն տանեն, բայց հետո ինքս ինձ ասեցի, ինչու չօգտվել հնարավորությունից ու մի 2 կոպեկ փող աշխատել, բայց ասեմ տղեկը լավ էլ իրանց գործը գիտեին։ Տուլոսի Դեզեմենյան ջան, այդ մարդկանց ես չեմ ուղարկել, ինձնից ինչ ես ուզում, արա։ Դու չես ուղարկել, քո տղեն ա ուղարկել։ Գիտես ինչ ծանր հանցագործություն Արև Շատյան ջան։ Արա։ Դու ես ինչ իսան ես, հա, ես չեմ հասկանում։ Արա այն կրակածիներին ինչի էր ուղարկել են Շարենցովից։ Շարենցովից չեմ ուղարկել։ Չէ, արա բա դրանք շար են, ինչի նոր ես իմանում։ Այն ժամանակ որ կարայի դրանց կես միլիոն տայի, որ այդ նյութը չտեղադրեին դրանով պրծնեինք, հիմա արդեն գիտես քանի միլիոն են ուզում որ համու գագոյի այդ հարցը փակեն գնա։ Տեսնյակ, դե եթե տալու էր այն գլխից պտի տայր պրծներ գնար, էլ չընկնեինք սենց պատմությունների մեջ։ Արա ոնց տայի։ Հետո մտածում էի մի քիչ ոտս կախ գցեմ տենց բան սղեցնեն գնա։ Արա, հետո դրանց ինչքան տալիս ես, այնքան փիս են սովորում։ Դրանից հետո էլ մի հատ սխալվես ոտդ ոտիդ գցես, վրաս կգրեն, վրաս։ Մի տալու ես այդ փողը, թե չէ։ Դա ինչ անեմ։ Հիմա արդեն ստիպված պիտի տամ։ Բայց ես այդ կրակածիլներին էլ եմ մզսնելու։ Քո արև իմ արև։ Արա դրանց տուն չեմ թողելու գնան։ 24 ժամ պատրատ աշխատացնելու եմ։ Всё։ Ասա գագու։ Մխո ջան ասիր պապայիդ որ մեզ քիչ աշխատացնի։ Հա, բերեք, բա ոնց։ Ինքը ինչ ասեց։ Ասեց որ սրանից հետո էլ 16 ժամ չեք աշխատելու։ Արդեն 24 ժամ եք աշխատելու, գագու ջան։ Ոնց ապեր։ Բարա որ ասում էի չասեմ ավելի լավ կլի չեք հավատում արա։ Լսեք էլի մի բան որ ասում ենք։ Քանի հոգի էին որ։ 4։ Ափսոս, ստեղ մարդ չկար է, թե չկգայի հետդ կլնեի էլի։ Ու սաղ էդ անացիի պատճարով, չէ։ Էլի 1000 անգամ ասի արա այդ յուբկետ իջացրա, հաճախորդների հետ պրոբլեմ ենք ունենալու։ Բա, համբարձումներ էլի էդ ասում։ Որ ասում էր իջացրու դրա հետ է։ Հա։
Քեզ գիտեմ այդ աննորմալ ուրիշ բան ասում արա։ Դու չէ, վայ։ Դու գոնե այդ աննորմալը մի բերան ասեր, էլի։ Հանի գործից դրա դարի։ Վաղ կզանգես կասես թող գա։ Եղավ։ Մենակ չիլում քնել, չէ՞։ Մխո ես քեզ բանն եմ ասելու։ Այ արդեն դուր ես գալիս ա, որ կողս քնելու համար պայքարում ես, հələ դավայ։ Մխո քեզ տենց մի պայ էլի, խնդրում եմ, թե չէ ոչ մի բան չեմ ասի։ Նայե որ ներվա մտե մեջը։ Ես ուզում եմ որ դու իմանաս, որ դու շուտով դու դառնալու ես միլիոնատեր։ Վերցրու։ Ես ինչ խաբարա։ Կրվել էի, չէ։ Երեք սառնարանս փչացավ, այդպես գնացի Արևշացյանից ապարակի թուղթ ուզեմ չտվեց, ասում կարող է կոմոդ լինի։ Ախպերս հիմա մոտս вообще չկա։ Վարուժը փող չունի, հա։ Ես չեմ հավատում։ Հիմա գնում ես սուպերմարկետ, ասում ես 10 կիլո ծիրան տվեք։ Ինչքան է որ։ Դե մոտ 10,000 էլի։ Վաղ ոնց մի հատ ծիրան կուտեք։ Արա 10 կիլո ծիրան տվեք, արա շուտ։ Հաճիկին համոին գագոին վերցնում ես գալիս ես մեր տուն։ Էլի տեղափոխելու բան կա։ Չէ, եկեք ծիրան ուտելու։